Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի փոխոսնակ, ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Նազարյան, շնորհակալություն այս հնարավորության համար։ Արդյոք կառավարող Իմ քայլը խմբակցությունը պատրաստվում է կատարել հեղափոխական խոստումը եւ արտահերթ ընտրությունները անցկացնել նոր ընտրական օրենսգրքով։ Շնորհակալություն զրույցի համար, մենք խմբակցությունում կայացրել ենք որոշում առաջարկել խորհրդարանին ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով։ Սա կարծում եմ ամենակարևոր հեղափոխական նախընտրական խոստումն է, որ մենք ստանձնել ենք եւ այդ առաջարկը խորհրդարանին անելու ենք։ Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի ամբողջական փոփոխություններին, որովհետեւ բացի ընտրակարգի փոփոխություններից մենք մտածել ենք նաև շատ ուրիշ փոփոխություններ։ Ես այս պահին չեմ կարող ասել, արդյոք մենք կհասցնենք մանրամասն լիարժեք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան մեր փոփոխությունների հետևանքով, բայց ընտրակարգի հետ կապված մենք ունենք արդեն որոշում։ Դա 100% է ընտրակարգի փոփոխությունը։ Մենք ունենք այդպիսի որոշում, բայց իհարկե խորհրդարանում դա պետք է քննարկվի եւ քվեարկվի։ Հիմա տեսեք, Տիկին Նազարյան, մենք գիտենք, որ կարևորը եւ այսպես ամենաշատ քննադատվածը գործող օրենսգրքում, այդ թվում ձեր ուժը երբ ընդդիմադիր էր, միայն այդ ռեյտինգայինը չէր, հա, որը դուք ինչպես նշում եք պատրաստում եք փոխել։ Նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս նաև օրինակ սահմանում է ինչ է վարչական ռեսուրսը, հա, ֆինանսական թափանցիկությունն է մեծացնում։ Մենք գիտենք նախկինում բավականին մեծ սև փողեր էին շրջանառվում եւ դա դուրս էր մնում դիտորդների աչքից, պետության աչքից, հա։ Փաստացի ինչ է ստացվում այս վերահսկողական գործիքները արդյոք չեք պատրաստվում ներառել նոր օրենսգրքում, որովհետև դա կարող է փոխել ընտրության որակ հենց իմ նշած մասերով, հա։ Ձեր ասած փոփոխություններով ընտրական օրենսգիրքը արդեն դրված է շրջանառության մեջ, պարզապես պետք է եւ հիմա էլ կա աշխատանքային խումբ, որը քննում է արդյոք այդ փոփոխությունները, եթե հիմա ընդունենք, ասենք ընտրություններից այսքան շուտ ժամանակ առաջ, տարբեր պետական կառույցներ կհասցնեն դրանք իրագործել, թե մենք ընդունենք եւ հետաձգենք դրանց իրագործումը հաջորդ ընտրությունների համար։ Մենք չենք հրաժարվում դրանցից, պարզապես նկատի ենք առնում այն հանգամանքը, որ ընտրությունները շատ մոտ են եւ պետք է իմանանք, որ այդ փոփոխությունները ոչ թե խոչընդոտներ կառաջացնեն, այլ իսկապես կծառայեն նպատակին։ Իսկ ռեյտինգային ընտրակարգի, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունը այո շատ կարևոր է, որովհետև նախկինում դա եղել է ֆինանսական ռեսուրսների մրցապայքար, մինչդեռ մենք արդեն համոզվել ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի լինի գաղափարական մրցապայքար։ Հիմա տեսեք, եթե այս ընտրական օրենսգիրքը, որը դրված է սեղանին եւ շրջանառվում է, չընդունվի, Տիկին Նազարյան, արդյոք չեք կարծում, որ իշխող ուժը կստանա այսպիսի մի քննադատություն, որ դուք չկատարեցիք հեղափոխական խոստումը, ամբիոններից հայտարարում եք, որ նոր ընտրական օրենսգիրք ենք ընդունելու հեղափոխական ամբիոններից եւ հաջորդը տեսեք դեռ 18-ին, հա, այդ արտահերթ ընտրությունները որ տեղի ունեցան, այնտեղ ժամկետը ավելի կարճ էր մինչև ընտրություններ եւ այն ժամանակ ելք դաշինքը, այդ թվում այսօր ընդդիմացող Էդմոն Մարուքյանը, վարչապետ Փաշինյանի հետ միասին կողմ են որպեսզի ընտրական օրենսգիրքը փոխվի եւ ավելի կարճ ժամկետ էր, հա։ Հիմա ինչու մենք մոտ 90 օր ունենք, ինչու ենք սա համարում այսպես ավելի կարճ ժամկետ, քան 40 օրներ, հա։ Ես ասացի, որ մենք չենք հրաժարվում այդ փոփոխություններից, պարզապես հիմա աշխատանքային փուլում են գտնվում, մշակման փուլում են գտնվում, եկեք գուցե մի փոքր ուշ նորից հանդիպենք եւ քննարկենք ինչն է հնարավոր եղել ներառել ընտրական օրենսգրքում, ինչը համարել ենք, որ պետք է տեղափոխել արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ։ Շատ լավ, քանի որ ժողովրդավարության հաստատման եւ ժողովրդավարական ընտրություններ այսպես կազմակերպելու դիտանկյունից այս օրենսգիրքը նաեւ ողջունում են օրինակ քաղաքասարակության ներկայացուցիչներ, նաեւ արտախորհրդարանական ուժեր այսպես հայտարարություններով են հանդես եկել, ես մեկ տասնյակ կարող եմ հիշել, որ աջակցել են այս ընտրական օրենսգրքին։ Հիմա դուք փաստորեն դուք չէ անձամբ, հա,
իշխող թիմից կան մարդիկ, որ հղում են անում ԼՀԿ-ի հետ պետք է կոնսենսուս լինի, հա, բայց ինչքանով կարևոր է, որ փաստորեն ԼՀԿ-ի հետ կոնսենսուս կայացվի ընտրականի հարցում, այն պարագայում, երբ կան կողմնակիցներ ընտրական նոր օրենսգրքին նաև խորհրդանից դուրս։ Ես չեմ ուզում թերագնահատել կոնսենսուսի կարևորությունը, մենք իսկապես երկար ժամանակ խոսում էինք արտահերթ ընտրությունների մասին որպես ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհ եւ հնարավորություն եւ երկար ժամանակ չէինք կարողանում գալ համաձայնության, որ արտահերթ ընտրություններն են հանգուցալուծումը եւ այդ ճանապարհին շատ կարեւոր էին խորհրդարանական խմբակցությունների կարծիքը եւ համաձայնությունը, որովհետեւ մենք արտահերթ ընտրությունները դիտարկում ենք որպես հաշտության ակտ եւ բնական է, որ տարբեր փուլերում նախ արտահերթի իրականացման, հետո ժամկետի հետ կապված, հետո նաև ընտրական օրենսգրքի հետ կապված մենք ձգտում ենք մեր գործընկերների հետ ունենալ կոնսենսուս։ Իհարկե նաև հասկանում եմ, որ հնարավոր չէ բոլոր հարցերում ունենալ կոնսենսուս, այս պարագայում մենք արդեն պետք է հղում անենք մեր տված խոստումներին եւ մեր արժեքներին, բայց ես կարծում եմ, որ դրանք նույնիսկ չեն էլ հակասում այդ իմ նշած գործընկերների, խորհրդարանական խմբակցությունների նախկինում հայտարարած կարծիքներին չեն հակասում, որովհետև ես էլ եմ այո շատ լավ հիշում, որ ինչպես դուք ասացիք 2018 թվականին, երբ գնում էինք նորից արտահերթ ընտրությունների, այդ նույն խմբակցությունները արդեն պատրաստ էին շատ ավելի կարճ ժամանակում ընդունել այն փոփոխությունները, որոնք հիմա ենք առաջարկում, բայց չգիտես ինչու հիմա արդեն ասում են, որ ժամանակն է քիչ, խաղի կանոնները պետք չէ փոխել ընտրություններից այսքան կարճ ժամանակ առաջ։ Այնուամենայնիվ բանակցությունները դեռ ընթանում են եւ ես ասացի միայն համամասնականի վերաբերյալ, ընտրակարգի վերաբերյալ մեր որոշման մասին, որ մենք առաջարկելու ենք խորհրդարանին։ Դա այսպես առաջնահերթ, հա, այս գոնե ամենահեշտ եւ ամենաառաջնահերթ, այո։ Բայց փորձելու եք հետևից տանել նաև մյուս փոփոխություններ ընտրական։ Այո, փորձելու ենք հասկանալ ինչքանով է դա հնարավոր։ Տեսեք, հիմա մենք հեղափոխությունն ենք հիշում եւ այս ամենը փորձում ենք դիտարկել այդ տրամաբանության եւ այդ արժեքների մեջ, երբ որ իշխող ուժը չընդունի, հա, ընտրական օրենսգիրքը եւ հղում անի, օրինակ Էդմոն Մարուկյանի դեմ լինելուն, ձեզ կքննադատեն ձեր կողմնակիցները, որ հեղափոխության ամբիոններից Էդմոն Մարուկյանը չէ, որ խոստում էր տալիս նոր ընտրական օրենսգրքի, ավելին նա համարում էր, որ ինքը հեղափոխական այսպես թիմի ներկայացուցիչ չէ, իրենք հեղափոխական ուժ չէ եւ այդ պարտավորությունը նոր խաղի կանոններ, ավելի ժողովրդավար խաղի կանոններ ստանձնել եք դուք։ Ընդունում եք, որ կարող է լինել այսպիսի քննադատություն։ Ոչ, ես քննադատության մասին չի ասածս, մենք չենք պատրաստվում Էդմոն Մարուկյանին հղում անել։ Ես ասացի, որ մենք միասին մեր գործընկերների հետ խորհրդարանում եւ նաեւ քաղաքասարակության եւ արտախորհրդարանական ուժերի հետ պետք է հասկանանք, թե բացի համամասնականից, որը շատ հեշտ է փոխել, այլ փոփոխությունները որքանով կնպաստեն, որքանով հնարավոր կլինի այդ փոփոխությունները իրականում իրագործել կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հանրային հեռուստաընկերության, գուցե ոստիկանության կողմից, որպեսզի մենք չբախվենք խոչընդոտների արդեն իրականացման փուլում։ Հիմա տեսեք, վարչական ռեսուրս ասվածը այս օրենսգրքով սահմանվում է, նոր օրենսգրքով եւ այնտեղ շատ կոնկրետ պատիժ կարող է սահմանվել եւ վարչական ռեսուրսը սովորաբար այսպես ընդունված է մեր մշակույթում իշխող կուսակցությանը վերագրել, հա, հիմա եւ տեսեք, ձեր ընդդիմախոսները ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Վազգեն Մանուկյանը 17 ուժեր ամիսներ շարունակ պնդում են, որ դուք վարչական ռեսուրս եք չարաշահելու ընտրություններին, ավելին կաշառքեք բաժանելու։ Եվ հիմա, երբ դուք այդ ռեսուրսի կիրառման փաստը չընդգրկեք, հա, նոր օրենսգիրքը չընդունեք, կարող է արդարանալ այս մեղադրանքները, որ փաստորեն փորձում եք ավելի թույլ կարգավորումներով գնալ ընտրություններին։ Նախ վարչական ռեսուրս մենք չենք կիրառի երկու պատճառով։ Առաջինը, որովհետև դա դեմ է մեր սկզբունքներին եւ արժեքներին, այսինքն մենք չենք կարող մարդուն ասել մեզ ընտրի
կամ գնա հանրահավաքի, այլապես քեզ կազատենք աշխատանքից։ Այսինքն այդ արտահայտությունը անգամ արտաբերել այնքան վայրի անարժանապատիվ եւ ստորացուցիչ է հնչում, որ ես չեմ պատկերացնում, որ ասենք մենք կարող ենք դա արտաբերել։ Ես բացառված էլի։ Երկրորդ պատճառը, որ մենք վարչական ռեսուրս չենք կիրառի, այն է, որ մենք չենք տիրապետում վարչական ռեսուրսի նկատմամբ այնպիսի բնույթի վերահսկողություն, որը չարակամորեն օգտագործվում է ընտրությունների ժամանակ։ Հիմա պարզաբանեմ։ Վարչական ռեսուրսը դա քաղաքական գործիչների, հանրային ծառայողների տնօրինության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական, նյութական ռեսուրսն է։ Իրավական ռեսուրսի չարաշահման դեպքում, օրինակ, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները ընդունում են որոշակի իրավական ակտեր, որոնք սահմանափակում են քաղաքական ուժերին կամ արտոնություններ են տալիս։ Իդեպ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համագործակցությամբ ընդունվեց կուսակցությունների մասին օրենք, որը հնարավորություն է տալիս կուսակցություններին ավելի շատ հանրային միջոցներ ստանալ։ Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա մենք ասել ենք եւ այդպես է կա, մենք չունենք ազդեցություն դատական իշխանության վրա։ Եվ եթե նայում ենք որոշ դատավորների կայացրած իրավական ակտերին, մենք սկսում ենք կասկածել, որ այդ վարչական ռեսուրսը գուցե մեր դեմ սկսի օգտագործվել։ Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ենթակայության տակ գտնվող մարզպետարաններ, կրթական, առողջապահական հաստատություններ ենթադրվում է, որ ընտրությունների ժամանակ այնտեղ աշխատող մարդիկ գնում են հանրահավաքների իրանց կամքից։ Հրահանգ են ստանում, որպեսզի ընտրեն ձեզ։ Եվ այլն։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էին մի շարք համայնքի ղեկավարներ պահանջում վարչապետի հրաժարականը։ Չկա ԿՊԱ-ական համայնքապետ որևէ։ Եվ գուցե այդ պարագայում էլ այդ վարչական ռեսուրսը մեր դեմ օգտագործվի։ Իհարկե ես համոզված եմ, որ այս ազատության պայմաններում, որ հեղափոխությունից հետո կա Հայաստանում, դժվար է մարդկանց ստիպել գնալ իրենց խղճի եւ կամքի դեմ։ Գուցե Երևանի կենտրոնում մարդիկ միշտ խոսել են եւ գործել են ազատ, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ մարզերում այդ ազատությունը նոր է ձեռք բերվում։ Եւ մենք հիշում ենք, որ այն համայնքապետերը, որոնք պահանջում էին վարչապետի հրաժարական, այդ նույն համայնքի բնակիչները համախմբվում էին, ինքնակազմակերպվում եւ հավաքներ էին կազմակերպում այդ նույն համայնքապետի դեմ։ Այսինքն այդ ազատությունը, որ դրսևորվում է հիմա, հնարավոր չէ այլևս ինչ որ ձև թաքցնել կամ սահմանափակել։ Ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսներին, մենք հիշում ենք էլի, որ ընտրությունների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները հանկարծ սկսում էին օրինակ ասֆալտ անել, չէ, կամ նպաստներ բաժանել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական օգնություն տալ։ Ես երևի ինչ, բայց այս իշխանությունը երևի 2019-ին ամենաշատն է ճանապարհ կառուցել եւ այս պարագայում կարծում եմ իմաստ չունի նորից սկսել ճանապարհ կառուցել, որովհետեւ ինչ արվել է, արդեն մարդիկ տեսել են։ Այնպես որ ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն դիմադրությունը, որ մենք տեսանք, պետական համակարգի դիմադրությունը, որ մենք տեսանք այս 2 տարիների ընթացքում, մեր մեղքը նաև դրանում կա, ես չեմ ուզում արդարանալ։ Ես վախենամ, որ այդ վարչական ռեսուրսը ավելի շատ մեր դեմ կիրառվի, բայց դա մի քիչ կատակով եմ ասում, որովհետև վստահ եմ, որ կլինեն ընտրությունների ժամանակ շատ լուրջ քաղաքացիական վերահսկողություն, դիտորդական վերահսկողություն եւ իհարկե նաեւ ոստիկանությունը պետք է շատ լավ աշխատի, որ մենք ունենանք ազատ արդար պայմաններում ընտրություններ, հուսալի արդյունքներ բոլոր կողմերի եւ մարդկանց համար։ Դա շատ կարեւոր է եւ վարչական ռեսուրսի օգտագործման համար էլ տուգանքը չի չեղարկվել 400-ից 800 հազար դրամ է։ Հիմա Սյունիքի մարզում մենք տեսանք, որ համայնքապետեր, խոշոր քաղաքների համայնքները միավորվեցին եւ նախկին մարզպետի հետ նոր կուսակցություն են հիմնում։ Ինչ է կարծում, հնարավոր է ստացվի մի բան, որ իմ քայլը կամ քաղաքացիական պայմանագիրը Սյունիքից դուրս գա զրոյական արդյունքով, հաշվի առնելով, որ դա գաղտնիք չէ, դա փաստ է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այդ տարածաշրջանում ֆինանսական որոշակի հոսքեր ապահովում, շատ մարդկանց աշխատանքով է ապահովում եւ որոշակի փոխկապակցվածություն կա նաեւ այդ շրջանակի հետ, այսինքն
ժողովրդավարության տեսանկյունից կրկին քաղաքացիների վրա դուք այդպիսի վտանգ չեք տեսնում, որ կդրվի ինչ-որ մի մահակ, մեղ, որպեսզի աշխատանքդ կկորցնես, հա, եթե չընտրես մեր սիրելի կուսակցությանը, ինչ է անելու իշխանությունը, ապահովելու ոչ թե իր ձայները, այլ քաղաքացու ազատ կամքի արտահայտումը։ Այո, շատ կարևոր հարց է, այդ ռիսկը կա, ինչպես այդ ռիսկը եղել է օրինակ Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ 2019-ի սկիզբեր, եթե չեմ սխալվում, կամ 18-ի վերջ, եւ այդ ռիսկը կա, երբ որ քաղաքը կենտրոնացած է մի որոշակի տնտեսական գործունեության շուրջ եւ քաղաքացիները ունեն ուղիղ կախվածություն, ֆինանսական կախվածություն, այս պարագայում իհարկե քաղաքացիները պետք է գիտակցեն, որ իրանց աշխատանքային իրավունքները պաշտպանված են եւ նրանք պետք է բարձրաձայնեն առնվազն դրա մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել չարաշահումները եւ իհարկե պետք է նաեւ ամբողջ համայնքը հասկանա, որ նրանք ընտրում են ոչ թե իրենց թաղապետի կամ գյուղապետի, այլ երկրի կառավարող։ Ռեյտինգայինը կարծես թե նման տարածաշրջանների համար, որտեղ նման ռիսկեր կան, խոշոր կապիտալ եւ նրան փոխկապակցված քաղաքացիների մեծ խումբ, ռեյտինգայինը շատ լավ, այսպես միջոց կարող է լինել ապահովելու այնտեղ այդ ֆինանսական ռեսուրսների գեներացումը եւ փոխակերպում որպես քվեի։ Դե հա, ասացի արդեն, որ հենց այդ ռեյտինգայինը ֆինանսական ռեսուրսների մրցապայքար է, որի ժամանակ արդեն գաղափարները դուրս են մնում մրցապայքարից։ Շատ լավ։ Հիմա Բաղրամյան պողոտան փակ է մնում եւ քաղաքացիները, այն մարդիկ, որ այդ 17 ուժերի կողմնակից չեն, դժգոհում են, ասում են ոստիկաններն են փակել Բաղրամյանը, վրաններում հնարավոր է կան մարդիկ, բայց քաղաքի գլխավոր բանուկ հատվածներից մեկը փակ է եւ արդյոք արդարացված է Տիկին Նազարյան այդ փակ պահելը, թե նաեւ մյուս տեսանկյունը դիտարկենք, եթե օրինակ փորձարվի հեռացնել այդ մարդկանց, դա ժողովրդավարական, այսպես իրավունքների ոտնահարում կարող է լինել, որովհետեւ ինքներդ որպես հեղափոխական թիմի անդամ փակում եք, հա, Երևանի փողոցները, որը ուզում եք։ Նախ 2018-ի շարժման ժամանակ մասնակցում էին 100,000-ավոր մարդիկ եւ այդ շարժումը բողոքի շարժում էր եւ չէր վերածվում երթևեկության սահմանափակման, այսինքն առաջնային նպատակը նա էր, հիմա ոնց որ թե նպատակը դարձել է այլ բան։ Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո կարծես թե քիչ-քիչ ներքաղաքական զարգացումները մտնում են ընտրական հունի մեջ։ Ես ուզում եմ արձանագրենք, որ փողոցում հավաքներ կազմակերպող ուժերը չկարողացան հասնել իրենց օրակարգին, այն է շրջանցել ժողովրդին եւ ճգնաժամը օգտագործել որպես իշխանության հասնելու տրամպլին։ Շատ կարեւոր է արձանագրել, որ նրանք չհասան այս նպատակին, այս հակաշ ժողովրդավարական նպատակին, ունենալով դուք իրավացի եք լիակատար ազատություն հավաքներ կազմակերպելու։ Ոչ մեկ նրանց չի խոչընդոտել եւ պարզապես քաղաքացիները չեն ձայնարկել եւ չեն միացել նրանց հավաքներին։ Իդեպ նրանք նույնիսկ կիրառեցին 2018 թվականի իրենց ասած այսպես տեխնոլոգիաները, գունավոր ծուխ եւ նույնիսկ Երևանի պետական համալսարանի շենք մտան հավատալով, որ հեղափոխությունը հնարավոր է եղել, որովհետեւ մենք ինչ որ հատուկ մտածված տեխնոլոգիաներ ենք օգտագործել, բայց նրանք պարզապես չհասկացան, որ մարդիկ չեն հավատում եւ չեն վստահում նրանց։ Ես ուրախ եմ, որ պատերազմի եւ հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված հնարավոր վստահության հնարավոր ճգնաժամը կհանգուցալուծվի արտահերթ ընտրությունների միջոցով եւ ես ուրախ եմ լսել այն
մյուս քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք արդեն պատրաստվում են ընտրություններին։ Հիմա տեսեք, բայց արդյոք բացառվում է ընտրատեղամասերում արյուն թափվելը կամ արկղերի մոտ, ինչպես Վազգեն Մանուկյանն էր, այսպես կանխազգում, ինչ է կարծում, այդ բռնության քարոզը, որ նաև մենք տեսնում ենք Բաղրամյան պողոտայում, երբ գնդակահարության տեսարանները ըստ էության բեմադրվում, կարող է տեղափոխվել արդեն քաղաքական մենամարտի տարածքը, կարող է արյուն թափվել, Տիկին Նազարյան, մենք ունենք այդպիսի վատ փորձ, երբ փաստորեն ընտրական պայքարը իշխանության համար պայքարը դառնում է նաև մահվան պատճառ քաղաքացիների, ինչպես է կանխարգելելու այդպիսի հնարավոր սցենարները։ Եվ հենց դրա համար է պետք, որ խորհրդարանական ուժերը եւ արտախորհրդարանական ուժերը գան համաձայնության, որ ազատ արդար պայմաններում մրցակցային ընտրությունները հանգուցալուծում են եւ ոչ թե ընտրությունները օգտագործեն որպես եւս մի ճգնաժամ ստեղծելու հնարավորություն։ Իհարկե չեմ բացառում, որ կլինեն նաև այդպիսի ուժեր, բայց նրանք արդեն անուժ են իրականում եւ գուցե փորձեն ինչ որ հատուկ են տեղամասերում խժդժություններ առաջացնել, բայց պետք է կանխվի այդ ամենը քաղաքացի առաջին հերթին ոստիկանական ուժերով, երկրորդը քաղաքացիական ուժերով, դիտորդական ստահված անձանց եւ այլն։ Այսինքն այդ կարգ ու կանոնը միանշանակ ընտրատեղամասերում պետք է լինի եւ արդյունքները պետք է հուսալի լինեն բոլոր կողմերի, որքան հնարավոր է, բայց ամենակարևորը հանրության համար։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է, որ մարդիկ հիմա իրենց մեջ ուժ ու կամք գտնեն գնալ ընտրատեղամաս, բայց այդ քայլը պետք է անել, դա նույնպես հայրենասիրության դրսևորում է։ Գալ 6-5 դատական համակարգում քիչ առաջ դուք խոսում եք, որ որոշ դատավորներ ոչ օրինական վարքն են, այսպես շահագրգռում, կամ աջակցում պետական ինստիտուտների հզորացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Հիմա ինչու չիրականացվեցին այս խոստումները, ինչ կարող եք ասել ձեր ընտրողների։ Իհարկե պատերազմից հետո շատ դժվար է խոսել արածի մասին, ասենք կառուցված ճանապարհների կամ բարձրացված աշխատավարձերի, կենսաթոշակների մասին, իսկապես շատ դժվար է այդ ամենի մասին խոսել։ Շատ ճիշտ նշեցիք այդ խոստումները կամ ծրագրերը, այսպես ասած, չեն իրականացել կամ չեն իրականացել լիարժեք չափով, որովհետև ես չեմ կարող համաձայնվել, որ դատական համակարգում բարեփոխումների գործընթաց տեղի չենք մեկնարկել եւ տեղի չի ունենում պարզապես այն ընթացիկ գործընթաց է եւ միանգամից չի կարող երևալ, այլ բան է, որ ի սկզբանե մենք մտածում էինք, որ պետք է անենք վիրահատական մեթոդով, հետո մեր նախարարը առաջարկեց այլ ճանապարհով գնալ։ Արդարացվեց ձեր կարծիքով։ Եվ վարչապետին վերացնելու այսպես հանրային խոսք է հնչում եւ դատավորը կալանք չի տալիս, երբ Արարատ Միրզոյանին համարյա սպանում են եւ այդ մարդկանց մի մասը ազատության մեջ է։ Այո, բայց նախարարը մնում է այն կարծիքի, որ դատական բարեփոխումները պետք է տեղի ունենան ավելի հանդարտ ճանապարհով։ Իհարկե այս բոլոր հարցերը քննարկման առիթ կդառնան մեր կուսակցությունում եւ խմբակցությունում, մենք կազմելու ենք նախընտրական ծրագիր, որում արտացոլված կլինեն, իդեպ նաև մտածում ենք ներառենք նաև բաժին, որտեղ ներկայացված կլինի, թե ինչ ենք կարողացել անել մեր նախորդ ներկայացրած ծրագրից կամ խոստումներից, ինչը չի հաջողվել անել եւ ինչ ենք առաջարկելու անել։ Հիմա պետական համակարգը ասացիք դիմադրում է, դա նաև Նիկոլ Փաշինյանն էր բերում։ Ինչից է դա գալիս, այսինքն արժեքաբանական ինչ-որ տարբերություններ կան իշխող թիմի հետ եւ միգուցե նրանց առաջ ուղղակի խնդիր չի դրվում, հասնել այս արդյունքին, պետական անկախ ինստիտուտների հզորացումը եւ կայացումը հատուկ է ավելի կայացած եւ ժողովրդավար պետություններին եւ խնդիրները շատ դեպքերում լուծվում են այդ մակարդակում, դատական համակարգը իր խնդիրները, նույն բանակը որպես առանձին ինստիտուտ արդեն կայացած իր խնդիրները, կենտրոնական բանկը իր խնդիրները, Տիկին Նազարյան, ինչու չի ստացվում այդ պետական ինստիտուտների կայացումը եւ
դրանց անկախ հզորացումը, հա, ինչ կարող եք ասել։ Եվ այդ դիմադրությունը։ Հիշում եք, երբ որ հեղափոխության ժամանակ մենք ասում էինք, որ կադրային ջարդ չի լինելու եւ մենք հավատում ենք մարդու վերափոխմանը։ Այսինքն հավատում ենք, որ մարդը կարող է սկսել այլ կերպ գործել եւ այլ կերպ մտածել։ Մենք հիմա էլ ենք դրան իհարկե հավատում, բայց այնուամենայնիվ մեր առաջ շատ ավելի լուրջ խնդիր է կանգնած եւ մի անգամ էլ վարչապետը ասաց, որ միակ համակարգը, որ պետական համակարգում եղել է, դա կոռուպցիայի համակարգն է, որը մենք փորձեցինք քանդել եւ որոշ տեղերում քանդեցինք, բայց չհասցրեցինք կառուցել նորը։ Եվ դա է խնդիրը, երբ պարզապես կառուցված չէ ինստիտուտ, որտեղ մարդը կլինի վերափոխված, թե չվերափոխված, կգործի որոշակի կանոններին համապատասխան եւ իհարկե կստանա համապատասխան վարձատրություն իր աշխատանքի դիմաց, դա է ճանապարհը, այսինքն մենք նորից պետք է այդ հարցը մանրամասն քննարկենք եւ կարծում եմ մեր սխալների հիման վրա մենք արդեն հասկացել ենք, որ պետք է պետական համակարգի լրջագույն բարեփոխում, պետք է համակարգի կառուցում, որտեղ յուրաքանչյուր քաղցարայող կհասկանա իր աշխատանքի նպատակը եւ իր կատարած աշխատանքի դիմաց կստանա արժանապատիվ վարձատրություն։ Հիմա քաղաքացիների այն մասին է այս հարցը մտահոգում, որոնք ավելի մտահոգ են պետության ապագայով եւ նրանք հետեւյալ հարցն են բարձրացնում. ինչ անենք, որ այս ընտրությունները հենց այնպես չանցնեն, հա, ընտրական այդ պայքարում գիտենք ինչ որակումներ են հնչում իրար հասցեի, դավաճան, հանցագործ, չգիտեմ, թալանչի, մերժված, կապիտուլյանտ եւ այլն, այսօր է դրանք հնչում են, բայց այս բառերի տակ Տիկին Նազարյան անտեսվում են իրական ծրագրերը եւ բովանդակային գաղափարական պայքարը, այ որպես իշխող թիմի ներկայացուցիչ դուք ինչ եք անելու, որ քաղաքացին անձամբ միայն ձեզնից չէ, հա, ձեր թիմից լսի լուծումների մասին խոսքեր, նույն Ղարաբաղի հարցով, նույն պետական ինստիտուտների վերափոխման հարցով, նույն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ոչ թե կրկին այդ ցածրաբովանդակ խոսքը հնչի էկրաններից եւ փոխադարձ վիրավորանք եւ ատելության ու բռնության խոսքեր չլինեն։ Ինչ ասելիք ունի քաղաքացիական պայմանագիրը այս հարցով։ Ես միանշանակ իրավացի եք, համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է փորձենք տանել ընտրապայքարը բովանդակային հունով, որպեսզի կուսակցությունները ներկայացնեն իրենց ծրագրերը եւ պատկերացումները Հայաստանի դերի եւ նշանակության մասին, այս տարածաշրջանում Հայաստանի անելիքների մասին, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո բնականաբար առաջնահերթություն է անվտանգության հարցը Հայաստանի եւ Արցախի եւ այստեղ մենք այդ խնդրի լուծումը տեսնում ենք տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության եւ կայունության հաստատման, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, հարատև եւ քաղաքական լուծման միջոցով, իհարկե զինված ուժերի վերափոխումն էլ պետք է շարունակական լինի եւ զինված ուժերը մնում են մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքը։ Այստեղ շատ կարևոր է Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, ես ուզում եմ ասել, որ ինչն է կարևոր անել, երկար տարիներ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցելու եւ մտածելու մենաշնորհ է եղել եւ նաեւ պատկերացում է եղել, որ բանակցային բովանդակության մասին մի քանի հոգի պետք է միայն իմանա, մինչդեռ շատ կարևոր է, որ եւ նախկին եւ ապագա կարգավորման ծրագրերի մասին հանրությունը տեղյակ լինի, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի լավ պատկերացնել, թե ինչի առաջ են կանգնած եւ այո, ինչ հնարավորություններ ունենք եւ ինչ անելիքներ ունենք։ Այս առումով խոսակցությունը շատ երկար է, ես առաջարկում եմ այդ մասը թողել արդեն քարոզարշավի ընթացքում եւ ձեզանից էլ եմ ի դեպ ակնկալում որպես լրագրողական համայնք, որ դուք էլ
խոսակցությունը կմղեք այդ ուղղությամբ, որպեսզի կուսակցությունները, որոնք հավակնում են գալ խորհրդարան, խոսեն իրենց անելիքների մասին, ասեն թե ինչպես են պատկերացնում Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը եւ ինչ պետք է անի Հայաստանը տարածաշրջանում, ինչքան էլ որ հնարավոր է մարդիկ քիչ հուսալքված լինեն պատերազմից հետո, ես կարծում եմ, որ Հայաստանը ունի անելիքներ շատ կարևոր եւ տարածաշրջանում, իհարկե ամեն ինչ չէ մեզանից կախված, բայց շատ բան նաեւ մեզանից է կախված եւ մենք պետք է նախաձեռնող բազմավեկտոր եւ հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն վարենք։ Պատերազմից հետո ավարտելով ինձ կոնկրետ որպես լրագրողի ամենաշատ այսպես տանջող հարցը հետևյալն է. Հայաստանը դեռ պահպանում է իր սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, որովհետև մի բան է, երբ քո պետական շահերը անցնում են այլ պետությունների շահերի պրիզմայով եւ մաղով, հա, մի բան է, երբ որ մեր պետական շահերը պաշտպանում ենք մենք ինքնուրույն եւ հաշվի առնելով իհարկե բարեկամ, հա, պետությունների շահերը, բայց առաջնահերթը մեր շահն է։ Մենք այս պատերազմում ծանր պարտությունից հետո այդ հաճույքը կարող ենք մեզ թույլ տալ ինքնիշխան եւ անկախ քաղաքականություն վարել։ Մի օրինակ բերեմ։ Դուք վստահաբար կնկատեք, որ արտահերթ ընտրությունների օրակարգը ներքին օրակարգ է, ամբողջությամբ ներքին օրակարգ է։ Մենք ինքներս բոլորով միասին մտածեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ պետք է կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Դա կառավարող ուժի առաջարկներ, դա խորհրդարանական ուժերի ասացներ, արտախորհրդանական ուժերի պահանջներ, քաղաքացիական հասարակության պահանջներ, այսինքն մենք տեսանք մի իրավիճակ, երբ մեր ներքին խնդիրների լուծման համար մենք ամբողջությամբ մեր ուժերով եւ մեր ուժերով եկանք հանգանք այս որոշման։ Սա արդյոք ինքնուրույնություն եւ սուվերենություն չի նշանակում։ Լավ, այստեղ 3 կետ դնենք եւ հաջորդ թեմա կապավենք մեր հաջորդ զրույցի համար, նաեւ այս պայմանով շնորհակալություն Տիկին Նազարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ի տաղավարում զրուցում ենք ազգային ժողովի փոխնախագահ Մքայլախմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։